Հիշում ես վերջին անգամ երբ էր, որ առանց հեռախոսի, առանց երաժշտության, առանց մարդկանց ընկերակցության նստել ես ինքդ քո մտքերի հետ միայնակ ու կոմֆորտ ես քեզ զգացել այդպես։ Եթե քեզ մոտ ինչ-որ վախ է առաջանում նրանից, որ դու կարող ես միայնակ նստել ու քո մտքերի հետ մենակ մնալ, ուրեմն մենք շատ բան ունենք խոսելու։ Բարևներս իմ ալիքի արևներին, ձեզ հետ ես եմ Աննան, այսօրվա վիդեոն լինելու ավելի շատ պոդկասթի նման ու շարունակություն է լինելու իմ նախորդ վիդեոյին, որոշել եմ նմանատիպ թեմաներ քննարկել իմ ալիքում, որովհետև ինձ այս թեմաները շատ հոգեհարազատ են, ինչ-որ պահի հասկացա, որ շատ ասելիք ունեմ, ու լավագույն հարթակը, որտեղ կարող եմ խոսել, դա YouTube-ն է։ Այսօր ինձ շատ հոգեհարազատ ու կարևոր թեմա եմ ընտրել, ինչը վերաբերում է ինքդ քո ընկերը դառնալուն, մենակ մնալուն ու դրա հետ մաքսիմալ կոմֆորտ լինելուն։ Իրականում ես ուսումնասիրելով իմ շուրջը գտնվող մարդկանց հասկացա, որ այս թեման բավականին կարևոր է, որովհետև շատ մարդիկ չեն կարողանում ուղղակի իրենց մտքերի հետ միայնակ ժամանակ անցկացնել, թեկուզ այն սովորական 5 րոպե նստել առանց հեռախոսը ձեռքը վերցնելու, առանց սոցիալական մեդիան ստուգելու կամ առանց ինչ-որ մեկին զանգահարելու, ուղղակի իրենք ու իրենց մտքերը։ Ու իրականում ես այս մարդկանցից մեկն եմ եղել, որովհետև ինձ մաքսիմալ կոմֆորտ չէր ինքս ինձ հետ ժամանակ անցկացնել, ինքս ինձ հետ մենակ մնալ երկար ժամանակ ու ես անընդհատ փորձում էի այդ բացը, դատարկությունը լրացնել իմ հեռախոսի մեջ շատ երկար ժամանակ անցկացնելով կամ անընդհատ ընկերներից զանգելով, անհանգստացնելով, իրենց գործից կտրելով, որ իմ հետ խոսեն, որ ես ինձ մենակ չզգամ։ Ինչ եմ բերում իմ օրինակը, որպեսզի հասկանանք, որ նմանատիպ մարդիկ շատ կան, անգամ եթե խոսքը հիմա ձեր մասին չէ, ես շատ ու շատ նմանատիպ մարդկանց եմ ճանաչում ու իրականում դրա մեջ ոչ մի վատ բան չկա, բայց այսօր եկել եմ խոսենք ինչի համար է առհասարակ այս ամեն ինչը մեզ այսքան դժվար տրվում ու ինչ խնդիրներ կարող են առաջանալ, եթե մենք շարունակենք այսպես ապրել ու ինչքան դրական բաներ կարող են լինել մեր կյանքում, եթե մենք սկսենք ինքներս մեզ հետ ժամանակ անցկացնել, ընկերանանք մեզ հետ ու մաքսիմալ կոմֆորտ զգանք, երբ որ մենք մեր կողքին ենք։ Ուսումա ճիշտ կլինի սկզբից խոսենք դրա մասին, թե ինչու են մարդիկ խուսափում իրենց հետ մենակ մնալուց։ Ես որպես առաջին գործոն այստեղ առանձնացրել եմ դա այն է, որ հասարակությունը եւ մեր շրջապատող մարդկանց կողմից արձագանքը մեզ շատ անհանգստացնում է ու դա է պատճառը, որ նորմալիզացված չէ ինքդ քեզ հետ մենակ լինելը ու շատ հաճախ ինձ թվում է, որ այստեղ արդեն կա նաեւ մի ուրիշ գործոն, որ երբեմն մեզ թվում է, որ հասարակությունը, երբ որ մեզ տեսնի, որ միայնակ մենք նստած ենք այգում կամ միայնակ գնում ենք կինոթատրոն եւ այլն, այստեղ մեր մոտ կարող մտքեր առաջանան, որ մարդիկ մտածում են, վաու, ինքը լուզր է, ինքը ոչ մի ընկերներ չունի, դրա համար ինքը այստեղ մենակ է եկել։ Շտապեմ ձեզ տխրեցնել, իրականում հասարակության համար լրիվ մեկ է, որովհետև բոլոր այնքան զբաղված են իրենց կյանքով, որ իրենք անգամ չեն նկատում, ով միայնակ եկավ կինոթատրոն, ով միայնակ գնաց թատրոն, ով միայնակ է նստած սրճարանում, այսինքն այդ ամեն ինչը էլի գալիս է մեզնից ու մեր մտածողությունից։ Դա նրանից է, որ շատ սիրուն խոսք կա, ճիշտ է, ինքը մի քիչ կոպիտ է հնչում, որ ասում են մարդկանց քո արշինով մի չափիր, բայց իրականում մենք չենք կարողանում դրանից խուսափել ու մարդկանց բոլորից չափում ենք մեր արշինով։ Դրա մեջ վատ բան չկա, բայց իրականում պետք է հասկանալ, որ դրանից զատ կարելի է հարցին մեկ այլ կողմից նայել։ Ու ես ասում եմ ձեզ, որ իմ փորձից ելնելով ես կարող եմ ձեզ հավաստիացնել, որ հավատացեք, ոչ ոք չի նկատում դուք միայնակ գնացիք թե ընկերների հետ այդ տեղը ու ընդհանրապես պատճառ չունեք ձեզ ոչ կոմֆորտ զգալու, որ ինչ-որ բան մենակ եք անում։ Այսինքն այս առաջին գործոնի մասին, որ ես խոսեցի, դա դրանից անմիջապես բխում է նաև երկրորդ գործոնը, որով ես պայմանավորում եմ այն, որ մենք մեզ կոմֆորտ չենք զգում, երբ որ միայնակ ենք լինում, դա սեփական սահմանափակումներն են, որովհետև մենք մեր առաջ առաջին հերթին սահմանափակումներ ենք դնում, հետո դա բարդում ենք հասարակության վրա, որ հասարակությունն է այդ սահմանափակումները դրել։ Իհարկե ինձ համար ամենակարևոր ու էական կետը այստեղ դա այն է, որ շատ հաճախ ինչի ենք մենք խուսափում ինքներս մեզ հետ ժամանակ անցկացնելուց, որովհետև վախենում ենք մնալ մենակ մեր մտքերի հետ, վախենում ենք գնալ ավելի խորը այն պատճառների մեջ, թե ինչու ենք մենք զգում այս կամ այն բանը, ու դրա համար մենք փորձում ենք այդ դատարկությունը լրացնել արագ դոֆամինով, սոցիալական մեդիայի մեջ ժամերով ժամանակ անցկացնելով, ու այդ ամեն ինչը ոչ մի բանի իրականում չի բերում, որովհետև այդ զգացմունքը, եթե դու այդ պահին ունես, դու դա պետք է ապրես մինչև վերջ, եթե դու դա չես ապրում, հետո ինքը կուտակվում է ու այդ տոքսիկ պոզիտիվիզմ ասվածը, որ ես շատ եմ նշում իմ խոսքում, իրականում շատ ճիշտ բան է, ու եթե ես տեսնում եմ մարդկանց, ովքեր sense միշտ պոզիտիվի վրա են ու իրանք ասում են ոչ մի բաներ ինձ չի կպնում, իրականում այդքան էլ ճիշտ չի, երբ որ դու քո զգացմունքները այդքան չես արժևորում կամ կարևորություն չես տալիս քո զգացմունքներին, այսինքն եթե դու այսօր տխուր ես, դու չես փորձում նստես այդ տխրությանդ հետ ու հասկանաս պատճառներ ինչի համար ես դու տխուր, ու արդյունքում հետագայում մի քանի ամիս հետո քո մոտ ինչ որ թեթև բան է լինելու, իրավիճակ է լինելու, որին դու շատ բուռն ռեակցիա ես տալու,
ու չես հասկանալու ինչի է բուրըն ռեակցիան եղավ, բայց դա այն էմոցիաներն են, որոնց հետ դու ժամանակին չես ուզել հաշվի նստել ու այստեղ գանք էլի մեր կետին այսօրվա թեմային, որովհետև դու չես ուզել ինքդ քեզ հետ մենակ մնալ ու հասկանալ այ ինչն է այս ամեն ինչի պատճառը, ինչ եմ ես ինձ այսպես զգում։ Եկեք ամեն մեկս մեզ հարց տանք, ինչպես ենք հիմա մենք զգում մեզ, երբ որ մենք միայնակ ենք։ Մարդկանց բաժանում են երկու տեսակի, ովքեր որ շատ կոմֆորտ են իրենց եսի հետ ու իրանք ցանկացած պահ, որ մենակ կարող են մնալ ու այդ սոցիալական բախբջակից հեռու, իրենք դա անցալում են որպես լավ հնարավորություն, որ վերջապես կարող են մնալ իրենք մենակ, իրենց մտքերի հետ ու օրինակ օրվա վերջում վերլուծել, թե ինչ եղավ իրենց հետ օրվա ընթացքում։ Իսկ մյուս տեսակի մարդիկ ուղղակի վախենում են միայնակ մնալուց, որովհետև իրենք կարող են մնալ միայնակ ու վերջապես մտածել ինչ է կատարվում իրենց կյանքում ու իրենց խնդիրների մասին մտածելու ժամանակ ունենալ, իսկ դա իրենց այդքան էլ ձեռնտու չէ, ըստ իրենց պատկերացման։ Իսկ շատ մարդիկ իրենց մենակություն անցալում են որպես միայնակություն ու դա բացատրում է իրենց բոլոր քայլերը, որոնց մասին ես նախորդիվ խոսեցի։ Հիմա եկեք ես ձեզ մի քանի բաներ ասեմ, որոնք որ կարող ենք անել միասին, կարելի ասել չելենջի տեսքով ու փորձենք ընկերանալ ինքներս մեր եսի հետ։ Առաջին բանը, որ խորհուրդ եմ տալիս անել ու ես դրանք sense հերթով արել եմ ու ամեն շաբաթվա վերջում, ամեն օրվա վերջում կամ ամեն ինչ որ նմանատիպ փոքրիկ date-ը ինքիս ինձ հետ կազմակերպելուց հետո ես վերլուծական ինչ որ բան էի գրում կամ ինքսի մտքի մեջ վերլուծում էի, այ ինչ սովորեցի ես իմ մասին։ Առաջին հերթին կարող եք անել այնպիսի բաներ, որոնք որ դուք սովորաբար անում եք ուրիշների հետ։ Օրինակ, գնալ կինոթատրոն, գնալ թատրոն, գնալ այգի, գնալ սրճարան, ռեստորան, գնալ գրադարանում նստել ինչ-որ մի բան անել, առանց երաժշտության թեկուզ կամ գնալ քայլելու։ Այսինքն այդ ամեն ինչը, որ մենք սովորաբար անում ենք մեր ընկերների հետ, սկսենք անել միայնակ ու դուք կհասկանաք ինչքան նոր բաներ եք դուք ուղղակի ձեր մասին սովորելու։ Մեկ այլ activity, որ կարող եք անել ինքներդ ձեզ հետ date-ի, կարող եք ինչ-որ մի բան պատրաստել ինքներդ ձեզ համար, որովհետև դա դուք եք միայն ուտելու, դուք դա պատրաստեք, լավ կստացվի, վատ կստացվի, բայց այդ ժամանակը դուք կանցկացնեք ինքներդ ձեզ հետ։ Մեկ այլ կարևոր activity, որ կարող եք անել, դա ժուրնալինգն է։ Իրականում ես շատ եմ խոսում այս ամեն ինչի կարևորության մասին, եւ շրջապատում ինչքան մարդիկ կա, ես բոլորին խորհուրդ եմ տալիս, որ ժուրնալինգ անեն։ Ինչա դա իրենց ենթադրում, որ դուք ուղղակի նստում եք օրվա վերջում, պարտադիր չի, որ դուք ամեն օր դրանով զբաղվեք, բայց իրականում ձեր մտքերը, երբ որ դուք գրում եք ու հանձնում եք թղթին, դա կարծես թե պոկվում է ձեր գլխից ու այն մտքերը, որոնք որ անդադ պատտվելու են, դուք հիմա ունեք թղթի վրա գրված հստակ ու իրականում այնքան հետաքրքիր է, ինչքան խառն է լինում քո մտքերը, այնքան այդ օրը երկար է ստացվում քո ժուրնալինգը ու արդյունքում դու ունենում ես այս լիքը մտքերի շարան, որը որ քո գլխից սիրուն անցում կատարես թղթին ու դա քեզ օգնում է, որպեսզի քո մտքերը օրվա վերջում թեթևացած լինեն։ Կարող ես կամ գրքեր կարդալ, ֆիլմեր դիտել, այսինքն այն բազային բաները, որոնք որ մենք օրինակ շատ հաճախ փնտրում ենք մարդիկ, գնում ենք մեր ընկերներին, ենք առաջարկում, բա արի այսօր ֆիլմ նայենք, բա եկեք էս ինչ բան իրար հետ անենք եւ այլն։ Ու գիտեք, այս դեպքում, երբ որ դու ինչ որ մեկին անընդհատ սպասում ես կամ առաջարկում ես, որ գան քո հետ ինչ-որ մի բան անեն ու օրվա վերջում իրենց հարմար չի դա անել, դու դա չես անում, այդ ամենավատ բանն է, որ կարաս ինքդ քեզ համար անես, որովհետև իրականում ոչ ոք պարտավոր չի միշտ մեզ համար ազատ լինի ու միշտ մեր ուզած բաները գա մեր հետ անի, որովհետև յուրաքանչյուր մարդ ինքը իրավունք ունի իր ազատ ընտրության, ինչ է ինքը ցանկանում անել օրվա վերջում։ Ու այստեղ իրական հասկանում ես, որ եթե դու դադարես սպասել ինչ-որ մեկին, որպեսզի իրենք ժամանակ գտնեն եւ գան քո հետ ինչ-որ մի բան անելու, դու կարող ես դա անել ինքդ քո հետ միասին, որովհետև դու քո լավագույն ընկերն ես ու արդյունքում դու օրվա վերջում, շաբաթվա վերջում, ամսվա վերջում, տարվա վերջում դու կգաս այն եզրակացությանը, որ դու որևէ հնարավորություն որ ունեցել ես, բաց չես թողել կողմնակի մարդկանց պատճառով։ Լավ, այս ամենի մասին խոսեցի, հիմա կմտածեք ինչի համար է այդքան կարևոր, որ մի հատ էլ վիդեո եմ նկարում այս թեմայով։ Իրականում ես այս ամեն ինչը հասկացել եմ ժամանակի ընթացքում ու սկզբնական շրջանում կարող եք շատ ուժեղ դիսկոմֆորտ զգալ մենակ նստելուց ուղղակի այգում։ Իրականում դրա մեջ այնքան խաղաղություն ու ներդաշնակություն կա ու իրականում ես հասկանում եմ, որ պետքա ինքդ քեզ հետ բավականաչափ խաղաղ լինես, որպեսզի կարողանաս այդպես ուղղակի նստել ու մոռանալ ժամանակի մասին, լինել քո մտքերի հետ ու քո մտքերից ոչ թե գլուխդ կծանրանա, այլ հակառակը ավելի կթեթևանա։ Հիմա մի քանի պլյուսներ, որոնք որ գալու են այս փաթեթով ձեր կյանք են մտնելու, եթե դուք սկսեք ընկերանալ ինքներդ ձեզ հետ ու ձեզ հետ շատ ժամանակ անցկացնեք։ Առաջին նվերը, որ ինքներդ ձեզ կանեք, դա ինքնաճանաչողությունն է, այսինքն ամեն ինքներդ ձեր դեյթից հետո, երբ որ դուք վերլուծեք ինքներդ ձեր մտքում, այ ինչ սովորեցի ես իմ մասին, դուք կհասկանաք, որ դուք ինքներդ ձեզ սկսում եք ահավոր լավ ճանաչել։ Ինչով է դա պայմանավորված։ Օրինակ, եթե դուք ընկերներով եք գնում ինչ-որ սրճարան, ինչ-որ բան եք պատվիրում, որը որ ընդհանուր փաթեթ է, միգուցե ձեզ այդքան էլ դա դուր չի գալիս, բայց երբ որ դուք մենակ եք գնում, դուք դա անում եք միայնակ։
Այսինքն դա այն է, ինչ դուք իրոք ուզում եք։ Ընթացքում կհասկանաք ինչ ուտելիքներ եք դուք սիրում, ինչու չեք սիրում։ Ընթացքում կհասկանաք, որ օրինակ շատ աղմուկ չեք սիրում ու սիրում եք ավելի հանգիստ լինել։ Կհասկանաք ինչ ֆիլմեր են ձեզ դուր գալիս, կփորձեք նայել նաև ձեր հեռախոսից դուրս, ինչպիսին է կյանքը, նայել կողքի մարդկանց, հմայվել իրենցով, ռոմանտիզացնել կյանքը իր բոլոր դրսևորումներով, ռոմանտիզացնել արևը, որ կարող անկնի ձեր դեմքին ու դուք սենց ուրախ քայլեք ու մենակ նրանով, որ դուք ապրում եք, այդ պահին դա ձեզ հերիք է լինելու։ Հաջորդ կարևորագույն բոնուսը, որ դուք ստանալու եք, դա ավելի դասավորված մտքերն են առանց կողմնակի կարծիքների, եւ որ մեր կյանքում ինչ-որ մի բան է լինում, մենք ունենք կարիքը ինչ-որ մեկի հետ կիսվելու ու շատ հաճախ մենք այնքան ենք վստահում այդ մարդուն, որ տվյալ իրադարձության մասին իր կարծիքը հավատում ենք, որ դա մեր կարծիքն է, մի փոքր խորանամտքի մեջ, որովհետեւ կարողանամ բացատրել ինչ նկատի ունեմ։ Իրականում մենք եթե ինչ-որ մի բան է մեր կյանքում լինում, մենք դա պատմում ենք օրինակ մեր մոտ ընկերուհուն, ինքը տալիս է դրա մասին իր կարծիքը ու մենք այդպես էլ չենք հասկանում այն մենք ինչ էինք մտածում դրա մասին ու շատ մարդիկ տենց էքսպերիմենտներ են անում ու որոշ ժամանակ չեն պատմում որևէ բան, ինչ որ կատարում է իրենց կյանքում իրենց օրինակ մոտիկ ընկերուհուն ու հասկանում են արդեն իրականում իրենք ինչ են մտածում այդ հարցի շուրջ։ Իրականում երբ որ ձեր մտքերը դասավորված են ու դուք իրոք հասկանում եք, օրինակ ինչն է ձեզ դուր գալիս, ինչը դուր չի գալիս, օրինակ այս հարցի շուրջ դուք սկսում եք այսպես մտածել, իրականում այստեղ կողմնակի մարդկանց վալիդացիայի կարիքը դուք այլևս չեք ունենում, որովհետև դուք ունեք ձեր հստակ տեսակետը որևէ հարցի շուրջ ու արդեն ձեզ համար կարևոր չի լինում թե օրինակ կողքից տվյալ մարդը ինչ է մտածում ձեր խնդրի մասին, որովհետև եթե օբյեկտիվ մտածենք, դա ձեր խնդիրն է ու այստեղ ամենակարևորը թե դուք ինչ եք մտածում ձեր խնդրի մասին։ Վերջին ու ամենակարևոր բոնուսը, որ դուք ստանալու եք, դա ձեր էներգիան է ու ձեր կրեատիվությունը, որ ուղղակի սենց բումով հետ է վերադառնալու ձեզ ու արդեն դուք եք որոշելու դա որտեղ եւ ինչպես օգտագործեք։ Վիդեոյի վերջում ուզում եմ չելենջ հայտարարենք ինքներս մեզ համար, ինձ համար անսահման հետաքրքիր է լինելու ձեր կոմենտները այս թեմայով կարդալը ու եկեք սկսենք 7 օրյա չելենջ։ Ընտրեք ձեզ համար իմ թվարկած դեյթերից մեկը ամեն օրվա համար ու այդպես 7 օր կգնացեք ինքներդ ձեզ այդ դեյթի։ Սկզբնական կարող եք սկսել 10 րոպեից, 20 րոպեից, 30 րոպեից, այսինքն գնացեք առաջին օրը նստեք այգում 10 րոպե ու շատ անսովոր է լինելու, որովհետև դուք փորձելու եք լրացնել այդ դատարկությունը, դուք փորձելու եք վերցնել արագ ձեր հեռախոսը, զանգահարել ինչ-որ մեկին, հանկարծ մենակ չմնամ իմ մտքերի հետ, հետո կամաց դուք սովորելու եք ու հասկանալու եք, որ անսահման կոմֆորտ մարդ եք դուք ու ձեզ այդ ժամանակ անցկացնելը դառնալու է ձեր համար ուղղակի թերապիա ու հասկանալու եք վերջում, որ ամենամտերիմ մարդը, որ դուք ունեք այս կյանքում ու որ դուք այդքան փնտրում եք ուրիշների մեջ, իրականում ձեր մեջ է ու դուք ուղղակի մոռացել եք դրա մասին։ Վերջում ուզում եմ ավելացնել, որ ինչքան էլ որ ես խոսեցի ինքներս մեզ հետ միայնակ մնալու եւ այս ճանապարհը անցնելու կարեւորության մասին, բայց մենք չպետք է մոռանանք, թե ինչքան կարեւոր է մեր հարազատների, մեր ամենամտերիմ մարդկանց հետ անցկացրած ժամանակը, որովհետեւ օրվա վերջում մենք հասկանում ենք, որ մարդուն մարդ է պետք եւ մենք բոլորս ունենք միմյանց կարիքը ու շատ կարեւոր է, որպեսզի մենք հնարավորություն տանք մեր հարազատներին, մեր ընկերներին լինել մեր կողքին եւ հավասարապես մենք էլ լինենք նրանց կողքին, շատ սիրեք ձեր թանկ մարդկանց, բայց մի մոռացեք նաեւ ձեր մասին։ Եվ հիշիր, երբ ամեն օր սկսես ընտրել ինքդ քեզ, ավելի ուշադիր կընտրես նաեւ քո շրջապատի մարդկանց։ Շնորհակալ եմ, որ դիտեցիր մինչ այս պահ։ Ես կսպասեմ ձեր մեկնաբանություններին։ Ստեսություն։